Երեք հագեցածոր Տավուշի մարզում վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն դեպի համագործակցության նոր հորիզոններ խորագրով փորձագիտական երկրորդ համաժողովը։ Վրաստանի վերլուծական դաշտի հեղինակավոր փորձագետներ, պետական, մասնավոր և հայալեզու առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ հյուրընկալվել էին սահմանամերձ մարզում, որի ընտրությունը պատահական չէ։ Հենց այս մարզը և իհարկե արդեն Վրաստանում սահմանակից մարզերն են, որ նաև կարող են միասին հավակնել ընդհանուր ծրագրի, դրանք կարող են լինել թե տնտեսական ծրագրեր, թե զբոսաշրջային ծրագրեր եւ դրանով իսկ նաև ուրեմն վերհանել նոր հնարավորություններ երկու երկրների համար։ Փոխըմբռնման հուշագրեր ունենք Իջևան եւ Դիլիջան համայնքը Վրաստանի համայնքների հետ։ Այդ շրջանակում մենք նաև տուրիստական ուղղությամբ ենք նոր նախաձեռնություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում, գյուղարտադրանքի վերամշակման բնագավառում ունենք համագործակցության հուշագրեր եւ այդ ամենը նաև որպես տուրիստական ամբողջ շղթա։ Երրորդյա միջոցառման մեկնարկը Տավուշի մարզպետարանում էր մարզպետի տեղակալը սահմանապատ ծառայության ներկայացուցիչը հյուրերին ծանոթացրին մարզի ենթակառուցվածքներին եւ ներուժին, իսկ մեր երկրում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրեց վերջին 2 տարվա գործունեությունը։ Հյուրերն այցելեցին նաեւ Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի սահմանազատված հատվածներ։ Այսպիսի հանդիպումները փոխադարձաբար օգտակար են եւ անհրաժեշտ գործակցության նոր հեռանկարներ են բացում երկու կողմի համար, համոզված են հյուրերը։ Գրուզիայի, Արմենիա, Վրաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են բավական լայն տնտեսական շփումներով։ Ահա թե ինչու խրախուսելի են ոչ միայն պետական, այլև մասնավոր, ինստիտուցիոնալ մակարդակի հարաբերությունները, եւ այդ առումով մեր այցը շատ կարևոր է։ Նման հանդիպումներ պետք է հաճախակի լինեն, քանի որ տեղում ստանում ենք ինֆորմացիա, որը երբեմն դժվար է լսել լրատվամիջոցներից։ Ինձ համար հետաքրքիր էր տեսնել սահմանազատված հատվածները, իմանալ ինչպես է Հայաստանում ընթանում այդ գործընթացը։ Ճանաչողական լինելուց բացի նման այցերը տալիս են մեր երկրի արտաքին, անվտանգային, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու հնարավորություն, միտված են խթանելու երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ունենալով հայալեզու լրատվամիջոցներ Վրաստանում, նաև այսպիսի միջոցառումներ անելով, այս ամեն ինչը ունի մի նպատակ, որ ավելի ճանաչելի լինենք, ավելի բազմակողմանի մեր թեմաները, մեր շուրջ զարգացումները ներկայացվեն իրենց եւ երբ որ նույն մեր գործընկերները վերլուծում են տարբեր հանդիպումներում կարծիք են արտահայտում, լինեն այնպիսի, ինչպիսին է իրավիճակը։ Ուստի մենք այսօր փորձում ենք հակակշռել հարևան երկրի հակահայկական այդ նարատիվների տարածումը Վրաստանում եւ այսպիսի ծրագրերը պիտի շատ լինեն։ Համաժողովի երկրորդ օրվա քննարկումների առանցքում հայ-վրացական ռազմավարական եւ տարածաշրջանային գործակցության զարգացման հեռանկարներն էին, նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Անցած տարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Այս հաստատքի ստորագրումը արձանագրում է մեր ժողովուրդների միջեւ այն ճանապարհը եւ այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել եւ խոսում է փոխվստահության մասին։ Եվ իհարկե պետք է արձանագրենք, որ մեր զարգացման տեսլականը վստահության Վրաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են։ Այցի երրորդ վերջին օրվա օրակարգը մշակութային էր։ Իրինամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։